Եվրապաշտոնյաների հետ հանդիպումներից 3 օր անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ ուզում են Եվրամիությունը Զանգեզուրի միջանցքի մաս դառնա։ EU Today-ի հետ հարցազրույցում է Հաջիևն ասել այդ մասին, պնդելով, որ Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ երկրի, արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ կապերի ընդլայնմանը զուգահեռ։ Եվրահանձնաժողովի անդամների հետ Հաջիևը քննարկել էր խաղաղության օրակարգն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանը ինքնին գուցե եւ չի կարող ամբողջությամբ ապահովել այդ ճանապարհի գործունեությունը։ Միջազգայնագետի կարծիքով Ադրբեջանը միայնակ չի կարողանա սպասարկել ճանապարհը, ուզում է միջազգային ներդրողների ներգրավել, այս դեպքում եվրոպական երկրների։ Պետք է ներգրավեն այնպիսի կողմերին, ովքեր ունեն գումարներ եւ պատրաստ են այդ գումարները ներդնել Ադրբեջանում եւ հատկապես Նախիջևանում, որովհետեւ գլխավոր միտքը նաեւ Ադրբեջանի սրանում է, որ Նախիջևանը դառնա կամուրջ, գլխավոր տարածաշրջանային խաբ դառնա, լոգիստիկ խաբ, որը հյուսիսը հարավը կապելու է միմյանց հետ եւ արևմուտքը արևելքը կապելու միմյանց հետ։ Բացի այդ, Թրամփի նախագծում, որը Բաքուն համառորեն Զանգեզուրի միջանցք է անվանում, եվրոպական երկրների ներգրավումը կլեգիտիմացնի Արցախի էթնիկ զտումը, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ Դրա լեգիտիմությունը ապահովելու համար իրենք տարբեր ծրագրեր են տնտեսական առաջարկում, այդ թվում նաև այդպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որը հիմա մի քիչ ձևափոխել են, անվանափոխել են, սարքել են Տրամփի կամուրջ։ Երրորդ նապաստակը նույնպես կարող է որսալ Բաքուն այդ մեկ կրակոցով։ Միջազգային երաշխիքներ ստանալ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգության հարցով։ Իրենք փորձում են այսպիսի ծրագրի մեջ ներգրավել տարբեր կողմերին, որպեսզի կոնսորցիումի միջոցով ապահովեն անվտանգությունը։ Ինչու է Ադրբեջանը հենց Եվրամիությանը ընտրել որպես տնտեսական գործընկեր։ Աշխարհաքաղաքական փոփոխություններով է պայմանավորված Ադրբեջան-Եվրամիություն ջերմացումը Մոսկվա-Բրյուսել սրացումների ֆոնին։ Նախկինում էներգառեսուրսները Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելարուսի տարածքով էին հասնում Եվրոպա, այսօր այդ ճանապարհները չեն գործում և պետք է կառուցվեն նոր այլընտրանքային ճանապարհներ։ Հյուսիսում շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, Բելարուսում ճանապարհները փակ են, հարավում Իրանն ու Մերձավոր Արևելքն են։ Միակ անվտանգ ճանապարհները, որոնք կարող են կապել Չինաստանը Եվրոպայի հետ, ասում են Հարավային Կովկասի տարածաշրջանով։ Եվ այստեղ շատ կարևոր դեր կարող է խաղալ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հատկապես որ սրված են նաև Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Տարիներ շարունակ եվրակառույցի դուռը թակող Վրաստանին եվրապաշտոնյաները համարում են թեկնածու երկիր միայն անունով։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։